Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 17-ն է եւ մենք կխոսենք անցած կարևոր նորությունների մասին։ Ես միջև հաղթման հիմնական նյութերին անցնելու ուղղակի ուզում եմ հիշեցնեմ, որ ովքեր ապրում են Նյու Յորքի տարածքում եւ արվեստի հետ կապ ունեն, երգում են, պարում են, նվագում են ցանկացած գործունեություն, խնդրեմ գրեք ինձ, կապնվեք ինձ հետ, մենք գործ ունենք անում այստեղ։ Իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն Patreon-ին, անպայման գրանցվեք Patreon-ին եւ ովքեր ուզում են մեկ անգամյա օգնությունով օգտակար լինեն ալիքին, բոլոր հնարավոր տարբերակները ներքևում կա մեր գործունեությունը մակարդակի վրա պահելու համար, աջակցելու համար։ Հաղորդումը ուզում այս ցիտատով սկսել, որ բռնատիրությունները գրեթե միշտ հաստատվել են ամբողջի հիացական բացականչությունների ներքո, ոտնահարելով առողջ բանականությունն ու օրենսդրությունը։ Մեկին մեկ կրկնվում է այսօրվա մեր վիճակը։ Մինչդեռ նույն բանը օգտագործել են բոլորը, նույն բանն օգտագործեցին եւ բոլշևիկները, եւ նացիստները, եւ Գերմանիայում, եւ Իտալիայում։ Շատ սովորական պրակտիկա է։ Ամբողջներին ուղակի հիացնում ես ինչ որ գոյություն չունեցող թեզերով եւ մատնացույց ես անում նրանց, ովքեր կկասկածեն այդ քո գոյություն չունեցող թեզերի վրա։ Իսկ վերջում ավարտվում է ցիտատը, որ դառնահամը որպես կանոն երկար սպասեցնել չի տա։ Դա իհարկե ինձ քիչ է ուրախացնում, որովհետեւ ես ոչ թե ակնկալում եմ, որ բոլոր Փաշինյան-Նիկոլ ընտրածները շուտապույտ տեսնեն դառնահամը, այլ կուզենայի, որ այդ դառնահամը ընդհանրապես չլիներ, որովհետեւ դրանց հետ միասին դառնահամը ճաշակելու ենք նաեւ մենք, բայց ունենք ինչ ունենք, մենք արեցինք ամեն ինչ, որ այդ դառնահամը չգա հասնի մեր դուռը։ Սա Փաշինյան-Նիկոլն է այսօր։ Ինչ եք տեսնում նկարում։ Կարևս մեկին։ Դժբախտ, թշվառ մեկին, դուք տեսնում եք ստեղ հաղթած ինչ-որ մեկին։ Ես չեմ տեսնում։ Ուր է նախկին էնտուզիազմը։ Չկա, որում ոչ մեկի մոտ չկա։ Գիտեք, մենք բոլորս անկումային տրամադրության մեջ ենք, որովհետև մենք չենք հաղթել։ Փաստացի։ Բայց հասկացեք, օրինակ մենք չհաղթելով դեռ կանք, դեռ ապրում ենք, այո, մեր երկրի վրա կանգնած է էքզիստենցիալ վտանգ, բայց դեռ մենք կռիվ ենք տալիս եւ հույսներս չենք կտրել։ Իրանց պարտության պարագայում երկրի էքզիստենցիալ վտանգը չի, այլ իրենց գոյութենական վտանգն է։ Եվ այս նկարը ամեն ինչ ասում է։ Այն ինչ որ ինքը կկանգնի, կխոսա, հայտարարություններ կանեն լրագրողների մոտ, դա այն խաղն է, որի մեջ ինքը արդեն մտած է, բայց այս վիճակը, ասեմ, հիմա մտածում է, ախր ես պետք է գնամ Մոսկվա, ես առաջինը պետք է գնամ ցարին ներկայանամ, իսկ ցարը առ այսօր դեռ չի շնորհավորել, ոնց որ չի էլ շտապում շնորհավորի, բայց գնամ ինչ խոստանամ իրան։ Իսկ ինքը ինչ պետք է խոստանա։ Պետք է խոստանա մենակ մի բան, այն ինչով խոստացել է։ Զանգեզուրի միջանցք, որը պետք է լիներ FSB-ի վերահսկողության տակ։ Դեռ 20 թվականի նոյեմբերի 10-ին։ Պուտինը ոչինչ չի մոռացել։ Ոչ մի բան։ Կամ գուցե ավելին է ուզում արդեն։ Ես չգիտեմ, գուցե ասենք միութենական պետություն է ուզում Փաշինյան-Նիկոլից։ Ոնց դա միութենական պետության ոնց մտնի, երբ որ Ադրբեջանը ու Թուրքիան նախորժակ ունեն Հայաստանի նկատմամբ։ Մի խոսքով, դուք ստեղ տեսնում եք հաղթանակած ինչ-որ մեկ։ Ես չեմ տեսնում։ Ես ասում եմ, մենք չենք հաղթել, բայց իրենք էլ չեն հաղթել։ Եվ իրենց չհաղթելը շատ ավելի ծանր է նստելու իրենց վրա, քան մեր։ Հետևաբար նայելով այս նկարին կարելի է հասկանալ, որ ինքը մեծ Նիկոլի մեջ է հայտնվել։ Բնականաբար, հնարավոր չի անվերջ բոլորին խաբել։ Մանավանդ խաբել ու խոստանալ այն երկրներին, այն բևեռներին, որոնք հետաքրքրությունները
իրենց շատ տարբեր է։ Դու չես կարող մենակ բավարարես բոլորին, հա։ Չես հնարավոր չի։ Ես ասում եմ, այս շպագատը 8-8-ի շպագատը ճողելու է սրան։ Ճողելու։ Զավթեցիր իշխանությունը, գրեցիր մի կեպ 49%-ը քեզ։ Բայց իր հայտարարությունից մեջ բերեմ, որ ասում էր հաղթանակն է, երբ որ դու ունես 50+1%։ Պաստորն ինքը չի կարող ասի, որ ունի 50+1%, ավելին ինքը գիտի, որ դա էլ չունի։ Դա էլ չունի, չէ՞ որ մենք իրական թվերը մոտարապես պատկերացնում ենք, իսկ ինքը առավել եւս դա գիտի։ Առավել եւս դա գիտի։ Գիտի, որ ոչ ներսում աջակցություն ունի, ոչ էլ դրսի աջակցությունն է այն աստիճան հիմնավոր, որ ինքը կարողանա շարունակել իր գործունեությունը, չակերտավոր եմ ասում գործունեությունը, իր կործանարար գործունեությունը։ Առնվազն 3 կետով ինքը արդեն պրավալատար է։ Չի կարող բավարարել Պուտինին, չի կարող բավարարել Իրանին եւ Թրամփը խաղից դուրս է գալիս։ Թրամփ հիշում եք, Թրամփի WhatsApp-ի համար ունենք կզանգենք, հիշում եք, Թրամփը խաղից դուրս է գալիս։ Մենք դրա մասին անպայման խոսալու ենք։ Պլյուս արդեն Իրան, Թուրքիա եւ Ադրբեջանը սկսել են իրենց պահանջները ներկայացնել։ Բայց գնանք հերթականությամբ։ Ես միացա ձեզ ցուսադրեմ։ Խախտումներ, այո, եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Վերջացավ։ Խախտումներ եղել են, որոնք ազդել են ընտրությունների վրա։ Այս փաստը վերցնում եք, մտնում եք դատարան։ Այսօր ամբողջ օրը ես նամակներ եմ ստացել ուղիղ, չգիտեմ, եթերներից ժամանակ, դե ես TikTok-ով ամեն օր 1 ժամ եթերներ եմ անում։ Միջալոց ովքեր TikTok-ում կան, գրանցված են, Երևանի ժամանակով ամեն օր համարյա թե ամեն օր մեկ-մեկ բաց եմ թողում իհարկե, Երևանի ժամանակով երեկոյան ժամը 10-ին ես TikTok-ում խոսում TikTok-ան հարթակի համար sense տեղեկատվական, հա, հարցոպատասխանի հաղորդումներ եմ անում։ Այդ ժամանակ են շատ գրում, որ Նարեկը կարծես Կարապետյան հակված են մանդատները վերցնելու։ Տղաներ, տեսեք, երկու տարբերակ ունեք, կամ փչանալ, կամ էլ կիսահաղթած հրաժարվել փչանալուց։ Արժանապատվոր են, որովհետև ցանկացած մեկը, ցանկացած ով կմտնի պարլամենտ սրա ղեկավարության տակ, ինքը ուղղակի դառնում է այս ժողովրդի համար ավելի ատելի, քան Փաշինյան Նիկոլն։ Ընդ որում ասում ընդդիմադիր դաշտի, էլի։ Դե իշխանությունը ձեզ sense են ատում, հա, այն որ Նիկոլի համար բոլոր տեղերը հայոյանք են գրում, sense թե նրանք բոլորին են ատում, նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր գրում են պետք չի հանձնվել։ Իրանց համար չհանձնվողը դա ատելի տեսակ է, իրան հասնում է մենակ քֆուր գրել, այն ինչ որ իրան կանում են։ Դուք դառնում եք փաստորեն բոլորի համար ատելի, սա համար լավ պետք է մտածեք։ Սա մասին պետք է լավ մտածեք։ Ձեր ընդեղ լինելը, հայտնվելը ձեզ դարձնելու է թիրախ։ Մարդիկ մոռանալ են Փաշինյան Նիկոլին ու անցնեն ձեզ։ Ես չգիտեմ դա ձեզ ինչքանով է ձեռք տալիս։ Ամեն դեպքում ես ոչ մի բան չեմ բացառում, որ դուք դա կարող անեք։ Ես գիտեմ, որ դուք էլ սպասում եք ինչ կասի Գերագույն գլխավորը այդ կանեք, մանավանդ որ Գերագույն գլխավորի մոտ են այսօր գնացել Թուրքիայի արտգործ նախարարը։ Քանի որ արդեն հրապարակվել է վերջնական արդյունքները, չակերտավոր եմ ասում, վերջնական, որը չի ճանաչում 6 կուսակցություն, հա, Պուտինը դեռ չի շնորհավոր է, անհանգստացած Թուրքիայի արտգործ նախարարը վազում է Մոսկվա։ Ինչ եք կարծում ինչի համար, որ ասին բիվարկան, ընկեր ջան, բա ճանաչի, ինչի չես ճանաչում։ Ձայն չկա դեռ։ Մի ամբողջ 24 ժամ անցել արդեն Թուրքիայի արտգործ նախարարը հենց Մոսկվայում է։ Ու ոչ մի դեռ ձայն չկա։ Նիկոլն էլ գնալու է Մոսկվա։ Առաջի այցելություն ինքանել է Մոսկվա։ Մեկ շաբաթ անցել արդեն իշխանությունը զավթելուց հետո, բայց դեռ չի գնում ու ինքը չգիտի։ Գնա իրեն չշնորհավորածի մոտ, ինչ ասի։ Իսկ իրանից կոնկրետ եւի պատասխաններ են սպասում։ Ամեն դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը աշխատում են Մոսկվայի վրա, որ Մոսկվան ճանաչի, թե այնտեղ ինչ կբարիշեն էլի մեր հաշվին, ես չգիտեմ,
Թե այս անգամ կլինի Պուտին արդեն Էրդողան, ասենք Լենին Քեմալ Աթաթուրք երկուս պակտը, թե դա ոնց կլինի, մենք կիմանանք անպայման մի օր, որպես հետևանք, հա, որտեղ այն ժամանակ էլ տեղյակ չէինք։ Մեր մոտ Հայաստանում ապստամբություն էր, 21 թվականի մարտի 16-ին Հայաստանում բոլշևիկյան իշխանություն չկար։ Հայաստանում հայկական իշխանություններ, բոլշևիկները փախել էին, պարտվել էին։ Իսկ Ալմիր 11-րդ բանակը գտնվում էր Վրաստանում, Վրաստանն էր օկուպացնում։ Այդ ընթացքում ստեղ եղավ Փետրվարյան ապստամբությունը եւ անկախ էր այդ ժամանակ, հա։ Բայց էլի թքած ունենալով մեր անկախության վրա դեռ իրանք կնքեցին։ Ուզում ասեմ, մենք գիտենք պատմությունից այնս օրինակներ։ Թե հիմա ինչ կպայմանավորվեն, ոնց կկիսեն Հայաստանը, մենք հետո կիմանանք, երևի Նարեկ Կարապետյանն էլ այդ ժամանակ ինչ-որ բան կիմանան, իրանք ինչ են անում։ Բայց տղաներ, ձեր լռությունը իսկականից մի քիչ դավաճանության նման է։ Լռություն, օրինակ, Հաջիևի Հայաստան գալու վերաբերյալ, ոչ մի միտինգ, ոչ մի բան, դա դավաճանություն է։ Դուք դեռ խորհրդարան չմտած, մանդատներ չվերցած, դուք արդեն դավաճանում եք ձեզ ձայն տված առնվազն 500,000, իսկ ես վստահ եմ, որ ավելի շատ մարդկանց։ Այս մեր ժողովուրդը հոգնել է դավաճանվելուց։ Հոգնել է։ 35 տարի իրեն դավաճանում են, ընդ որում բոլորը։ Մի քիչ օրիգինալ եղեք էլ այս անգամ։ Դե տեսնենք ինչի շուրջ կպայմանավորվեն Պուտինն ու Թուրքիա արտգործնախարարը, բայց ասեմ արդեն Ադրբեջանում պլանավորում են Ադրբեջանի փառատոն եւ Ալիևն դեռ արդեն հայտարարել է, որ իրենք արդեն սկսելու են կոնկրետ հասցեներով, կոնկրետ բնակիչների քանակության վերաբերյալ իրենց հայ գործընկերների հետ բանակցությունները։ Կա Հայաստանում մեկը, որ կասկածում է, որ թե Ալիևն ասում է, արդեն այդ ամեն ինչը պայմանավորված է սրանց հետ։ Ես կարծում եմ կա հաշուշտ։ Դրանք այն մասան են, որ չգիտեն ում, չգիտեն ոնց, բայց գիտեն մի բան, պետք է անպայման հայոյ է։ Այս բաներն ասողել։ Ինչպես ես այսօր դրա մասին խոսացել եմ։ Բայց իսկ մնացած բանական մասը արդեն հասկանում է, որ եթե նա ասում է, որ մենք սկսելու ենք այս մասին արդեն բանակցել, նշանակում է նախնական պայմանավորվածություն եկել է, այդ Հաջիևը հենց դրա համար եկել էր հասել էր Դիլիջան, հենց դրա համար, ինքը հենց նշ չէր եկել հանգստանալու Դիլիջան, ընդ որում այնտեղ, որտեղ իրանց մոտ գերի պահվող Ռուբեն Վարդանյանի փողերով էր այդ ամեն ինչը կառուցած, կազմակերպած, պատկերացնում եք բարոյականությունը։ Իրենց մոտ գերի պահվող Ռուբեն Վարդանյանի փողերով սարքած Դիլիջանում թուրքերը գալիս են վայելում են։ Սա գիտեք ինչի է նման։ Այն որ Կոստանդնուպոլիսում թուրքերը ապրում են հայերի սարքած տներում։ Իրանց ցեղասպանելուց հետո առ այսօր բնակվում են իրենց տներում։ Բոլորը շքերտ են բայլյանների սարքած շենքերն։ Այ սա է ինձ հիշեցնում։ Իհարկե սա վիրավորական է եւ սա վիրավորում է բացառապես հայերի գիտակցությունը։ Մնացածի համար սա էլ է հայոյանքի թեմա, թե ինչի եմ դրա մասին խոսում։ Ես կամ ցանկացած մեկը։ Հիմա ես ուզում լսեք Ալեմ Աբրահամյանին։ ԿՊ-ն գնաց հերթական լկտի եւ ցինիկ ապօրինությունների թույլ չտալու համար, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնի խորհրդարան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նստած ԿՊ-ականները արհամարեցին նույնիսկ դատարանի որոշումը։ Նրանց համար դատարանը հիմք չէ։ Օրինականությունը ընդհանրապես նրանց համար հիմք չէ։ Ես մի բան ասեմ, հիշեցնեմ, որ Ամուրսարի մասով էլ կար դատարանի որոշում, որ շմագը անվավել էր ճանաչում։ Այ ռեպորտը ասում էր սա անօրինական է, չեք կարող շահագործել։ Բայց թքած ունեն այդ դատարանի Հայաստանի դատարանի որոշման վրա եւ շահագործում են Ամուրսարը։ Ախ, ինչ են սպասում մեզ ժողովուրդ։ Ինչ է նշանակում, երբ նրանք ասում են այս ուժերը չպիտի մտնեն խորհրդարան, կամ այս մարդիկ պետք է դատվեն։ Ո՞վ է որոշում, որ ուժերն են մտնում խորհրդարան։ Ո՞վ է որոշում, որ մարդիկ պետք է դատվեն կամ չդատվեն։ Իրենց այդ ասածները հրահանգ են պետական մարմիններին, որ նրանք կամ գործեր կարեն այդ իրենց քաղաքական ընդդիմադիրների, ընդդիմախոսների դեմ,
կամ էլ ԿՀՀ-ի նման անհեթեթ որոշումներ ընդունել։ Հարց. արժե արդյոք վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում։ Կարծում եմ այո, անշուշտ արժե։ Չնայած պարզ է, թե ինչ որոշում է ընդունելու գրպանային Սահմանադրական դատարանը, որտեղ նույնպես նստած են ԿՊ-ականները։ Բայց ապօրինությունների ծավալը այս անգամ հսկայական է։ Ես մեկի մասին խոսեցի, բայց դրանք հարյուրավոր ապօրինություններ են։ Եվ այդ ապօրինությունները պետք է մեկ առ մեկ հայտնի դառնան հասարակությանը, որպեսզի եթե ոչ այսօր, ապա վաղը մենք դասեր քաղենք այս լկտի բռնապետությունից, իշխանազավթումից, եւ մենք որոշենք իսկապես, թե որ ուղղությամբ պետք է գնա մեր երկիրը։ Ստեղ բանալի բառը լկտին էր։ Հիշեցնեմ, որ մի բնութագրման ժամանակ նույն պարոն Աբրահամյանը ասաց, որ մեր մոտ ընտրությունը քաղաքական չի, քաղաքակրթական է, եւ ստեղ պատկեշտության եւ ոչ պատկեշտության մեջ է ընտրությունը։ Այո, հենց այդ ասում եմ լկտի, հենց դա ոչ պատկեշտ դրսևորման մասին է խոսքը։ Եվ այն մարդիկ, որոնք աջակցում են, լուր են, հանդուրժող են լկտիության եւ ոչ պատկեշտության նկատմամբ, փաստորեն իրենք արձանագրում են, որ իրենց համար դա խորտ չի։ Ես շատ մեղմ եմ հիմա ուզում ասել, որտեղ հասկացել եմ, որ դրանց ոչինչ չի ասնում։ Հիմա մեղմ եմ ասում։ Ի նկատի ունենալով որ մեկը այլ չի ասնել իրենց։ Որովհետև հասկացեք, նախիլը հասկանում է մենակ հայ հոյանք։ Իսկ որ մեղմ ես ասում, նա կարող է չհասկանա, որ իրան հավոյում ես։ Հույսս դա է, էլի։ Մեկը իր մոտ ոչինչ չի փոխվել։ Եթե աջակցում ես Նիկոլ Փաշինյանին, ուրեմն ոչ լկտիությունը, ոչ անօրինականությունը, ոչ էլ անպատկեշտությունը քեզ խորտ չի ու մերժելի չի։ Կարաչ։ Եվս մեկ հայտարարություն Թուրքիայի կողմից, որտեղ ինք ասում է, որ Հայաստանը պիտի հրաժարվի ռևանշիստական բոլոր տեսակի նկրտումներից եւ փոխանցի Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի եւ Թուրքիայի կոնտրոլի տակ։ Որ սա պատմական շանս է Հայաստանի համար։ Շրջափակումից դուրս գալու համար։ Ես այս մասին մեջբերումներով ասեցի, նայեք, Էրդողանն էլ ասում է, դավայ, սկսեք արդեն քարոզել, որ մենք պետքա զիջենք Զանգեզուրի միջանցքը իրանց ենթակայության տակ, որովհետև սա մեզ զարգանալու հեռանկարն է, ինչ է կարծում, ինչ կատարվեց։ Ինչ կատարվեց։ Դե իհարկե մարդիկ իրենց մտահոգությունն էին հայտնում մարդիկ, բայց նախիլը մենակ հայոյանք էր։ Այսինքն դուք ինչի եք համաձայն չեք Էրդողանի, սա Էրդողանն է ասում։ Ձեր շեֆն էլ վաղը սա կրկնելի է։ Դուք խաղաղություն եք ուզում, դուք չեք կարող գնալ կոնֆլիկտի, դուք եք ասում, չէ՞, որ մենք չենք գնալու կոնֆլիկտի, մի հատ սարի, մի հատ պոստի, մի հատ ճանապարհի համար, ինչ ուզել են տանել ենք։ Ինքն էլ, հետաքրքիր է որն է։ Միջանցքը չտալը իրանց կոնտրոլի տակ համարում է ռևանշիզմ։ Տեսեք ինչ ասում։ Մեր ասկն տարածքի իրանց չտալը, իրանք արդեն դիտարկում են որպես ռևանշիզմ։ Սա Արցախ ուզերք չէ։ Սա մեզ Զանգեզուրի մասին է խոսքը, որ արդեն հասել է նրան, որ մեզ Զանգեզուրը չտալը իրանց համար ռևանշիզմ է։ Դե Ալիևը Նախիջևանում է, հիմա տեղափոխվի Երևան, այնտեղ Զանգեզուրն է, ուզում ասում են, եթե չտաս ուրեմն դու ռևանշիստ ես։ Փաշինյան Նիկոլն էլ այս դեմքով նստած է, չգիտի որին ոնց բավարարի։ Բայց այտենց է, երբ որ ամեն ինչ խոստ ես տալի քո աթոռը պահելու համար, վերջը տեսա։ Թե այս խոստումների եւ իր աթոռը պահելու դիմաց այս կոնֆլիկտների գնալու արդյունքում երկիրը ինչ վիճակի է հասցրել ու դեռ հասցնելու է, իհարկե դա նախերին չի հետաքրքրում, որովհետև նույնիսկ եմ ասում, բանականությունը
հակացուցված է նախիդին։ Նախիդը մերժում է բանականությունը։ Մերժում ուղղակի ինքը կոնֆլիկտ ունի բանականության հետ, հասկանում եք, ինքը իծն է զզվում է բանականությունից, էլի, ինքը նույնիսկ աչքի տեսակին ասում է դու չարու նախանձես, ախպեր, դու չարու նախանձես, բայց հիմա մենք հիատում ենք ու վերջ, եղավ, ինչ Եվրոպա, ինչ մամ, всё, մոռացեք, մենք հիատում ենք ու վերջ, բայց մենք ԵԱՏՄ-ում էլ արդեն չենք, որովհետև ԵԱՏՄ-ն օգտագործեց որպես թիրախ, որպես հրեշ, ուղիղ մեկ ամիս ձայն կորզելու համար։ Այսինքն գեներացվեց թշնամություն ԵԱՏՄ-ի դեմ, Ռուսաստանի դեմ, ձայն կորզելու համար բոլոր նրանցից, ովքեր մտածում են, որ իրանց հեսա տանելու է Եվրոպա։ Ու անմիջապես դրանից հետո ես կենթանի գիտեք ով է, ես չգիտեմ ով է։ Ուսապարկա այլ ինչ կա, ինքը ոչ անուն ունի, ոչ ազգանուն ունի։ Նիկոլի Ձախ ոտնա ինչնա, չգիտեմ, հերթական մեկը ասում է մենք ԵԱՏՄ-ում ենք ու վերջ։ Իրանց պետք է ԵԱՏՄ-ն օգտագործեին հրեշացնելու համար ձայն փոխելու։ Հիմա ասում են մենք ընկերենք ու վերջ, բայց հետևանքները իրանց հետաքրքիր չի, իրանք թքած ունենան այդ հետևանքների վրա։ Իսկ հետևանքների մասին ես շուտով կխոսամ։ Սրանք ինչ են, թուրքերն ինչ են պայմանավորվում արդեն ամերիկյան դեսպանատներն եմ ասում, ներկայացուցիչների հետ, ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենի հետ արդեն պայմանավորվում են էներգետիկայի, տրանսպորտի տարածման, բարձր տեխնոլոգիայի ներդրումների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները եւ ամենակարևորը Զանգեզուրի միջանցք։ Սրանք երևի չգիտեն, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Երևի հենց Թրամփը իրաց չի ասել։ Գիտեք, ես Հորմուզի միջանցք չեմ կարողանում բացեմ, ես Զանգեզուրի միջանցք ոնց եմ բացում։ Հորմուզի նեղուցը ես ընդեղ կարողանում եմ, ասենք, չգիտեմ, իմ ավիակիներին ուղարկել, իմ օդանավերին ուղարկել, ես ընդեղ ոչ մի բան չունեմ։ Ես ամբողջ ռեսուրսս դնում եմ այդ Հորմուզի նեղուց, չեմ կարողանում անցկացնել, ու արդյունքում էլ ոչ միայն չկարողացա բացել, այլ ես ապահովեցի Իրանին իդեալական եկամտի աղբյուր։ Ես Զանգեզուրի միջանցքը ոնց եմ բացելու։ Այդ հարցի պատասխանը հələ չունի Թրամփը, ասեմ ավելին, Թրամփը հրաժարվել է։ Հրաժարվել է այդ մտքից, դա մասին իհարկե ընթացքում մենք խոսանք, իսկ հիմա իսկ դուք տեղյակ եք, որ Հայաստանում վխտում են։ Ermenistan'a Türk plaka motorla giriyorum. Ruski? No, Turkey. Yes. Երեխեքի ասես ռուսես, ասես չէ, թուրք։ Եկեց այդտեղ։ Բնականից առանց պայմանավորված ճիշտ հայի պապաս։ Իսկ դու գիտեք որ սրանից լիքն են Հայաստանում, լիքը ռեպորտաժներ են անում խելքից դուրս։ Ով գիտի սրանք ով են ժողովուրդ։ Ով գիտի սրանք ինչ կարգի դիվերսանտ են ու ինչի են եկել։ Դուք հասկանում եք, չէ՞, որ սրանք չեն եկել ծաղիկ հավաքելու Հայաստանում։ Ու այս աստիճան, այս քանակությամբ, այս ակտիվությամբ ես չեմ ուզում մարդկանց վախացնել, բայց մենք չենք կարա չնկատենք ակնհայտ խնդիրները, իսկ նույն ժամանակ ժողովրդին զբաղացնելու համար մի հատ մեկը կար է հեն Բաբկեն Թունյան, Սերժի Բաբկեն Թունյանը, հիմա դարել է Նիկոլի Բաբկեն Թունյան, ինչպես բոլոր սերժականները, Մայք Տայսոնն Երևանում փողոցներում Ֆինքսել եք, որ Երևանը դարձել է մի քաղաք, որի փողոցներով քայլելիս կարող ես պատահմամբ լեգենդար Մայք Թայսոնին տեսնել հետո։ Դրանից Արցախը վերադարձավ, ճանապարհները բացվեցին։ Ինչ եղավ։ Իսկ հիմա ասեմ ինչ չի եղել։ Ինչ տվեց Փաշինյան Նիկոլի ընտրապայքարը Հայաստանին։
Տասնյակ հայկական ջերմոցներ, որոնք տարիներ շարունակ սպասարկել են ռուսական շուկան, այժմ ոչնչացնում են իրենց արտադրանքը կամ վաճառում են այն վնասով տեղական շուկայում։ Գյուղատնտեսներից մեկն ուղարկել է 10,000 վարդ, բայց բեռը սահմանից հետ է վերադարձվել, իսկ ծաղիկները դեն են նետվել։ Մեկ այլ գյուղատնտես հատուկ տնկել է ռուսական պահանջարկին համապատասխան սորտեր եւ այժմ նրա միլիոնավոր դրամների ներդրումը կորել է։ Ֆերմերները վրդովված են։ Պետությունը չի զգուշացրել նրանց հնարավոր սահմանափակումների մասին։ Եթե նրանք նախապես իմանանային, վարկեր չէին վերցնի եւ չէին ընդլայնի իրենց ջերմոցները։ Փաշինյանը չկարողացավ համաձայնության գալ Մոսկվայի հետ եւ նրա ձախողման գինը վճարում են գյուղատնտեսները։ Տեղյակ եք, որ Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում ջերմուկը, գինիները, մեր գյուղատնտեսական ապրանքները, ու ինչ ելք եք տեսնում այս իրավիճակից։ Ելք արտահանումն եք տեսնում, պետք է որ արտահանվի այս երկրից, որովհետև շատ փոքր երկիր արտադրանքը շատ է մնում է գյուղացու վրա ապրանքը։ Մի քանի տարի առաջ նույն դեղցը մենք ծախում ենք 500 դրամ, հիմա ծախում ենք 200 դրամ, որովհետև չի արտահանվում։ Մենք պետք է ունենանք լավ դիվանագետներ, որ բոլորի հետ կապերը նորմալ պահեն, ոչ թե ռուսից փոխվենք գնանք Եվրոպա։ Եվրոպայից ինչ ունենք մենք ստանալիք, ոչ մի բան չունեմ։ Այն ժամանակ որ դուրս էր գնում, մենք ծմերվա ընթացքում այս տնկովի սոխեր գիտեք, հա, տնկովի սոխ էինք անում, մինչև 400 դրամ մենք սոխ ենք վաճառել, որովհետև շուկայի ընտիրաբրանքը գնում էր Ռուսաստան։ Ամբողջ ծմեր մենք 50 դրամով տնկովի սոխ ենք ծախել։ Ինչ արդյունք եմ տեսել։ Չարչարվում ենք, այդքան ստեղծում ենք, չենք հասցնում, այ ցավը տանը։ Էսի երգիրը պահում, էսի երգիր չի պահում։ Երգիրը խորտակում է էսի, կործանում է մեզի։ Վաղ միջսոր մեր երեխեք ինչ անեն։ Ոչ աշխատանք կա, ոչ մեր արտադրանքն է նորմալ ծախվում։ 7 ջերմոց պամիդոր ունեմ։ Եթե դուրս չի գնում շուկայի մեծածախսը, փոքրածախսը ես ինչ անեմ։ Զգուշացվել ես ամեն ինչի մասին։ Ասել ենք հարցը Ռուսաստան թե Եվրոպան չի։ Հարցը այն է, որ երբ որ դու խնդիրը դնում ես քո վերարտադրվելը ամեն գնով, առանց հաշվի առնելով այս տնտեսական հետևանքները, տնտեսական, քաղաքական, որովհետև ասեմ ինքը թքած ունես մարդկանց ճակատագրի վրա էլ, ապրելու վրա էլ, արտադրանքի վրա էլ, ֆինանսական վիճակի վրա էլ, ինքը գեներացեց այդ ատելությունը, հա, խոստացա, որ դու պրոբլեմ չունես, ոնց, դու ինչ պրոբլեմ ունես, քո պղպեղի կտանենք, բանում կծախենք, հիշում եք այդ տականքին, Եթե պղպեղը փչանում է ու ստիպված եք թափել, հոգ չէ, վաճառելու խնդիր ունեք, կօգնի Փաշինյանը։ Բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես, կառավարությունը։ Վարդա կտամ։ Էնա, բայց այս ամեն ինչի արդյունքում Հայաստանի բիբարի արտադրությունն էլ աճելու, արտահանումն էլ աճելու։ Փողը կտա Փաշինյանը։ Բա ոնց, ու ոչ մեկ, իրանց այն տվածներից չի ասի, չհասկացանք, արա, չհասկացանք, դու հասկանում ես ինչքան մարդկանց ճակատագրի հետ ես դու խաղացել, դու գոնե պատկերացնում ես դու ինչ ես արել, որպես երկրի պատասխանատու թիվ մեկ, հիմա ինքը կասի, ես պատասխանատուն եմ, բայց ես մեղավոր եմ, ինքը կասի, առանց ամաչելու կասի և առանց աչքը թարթելու կասի, ինքը դրա փորձը ունի, եթե սա հազարավոր երեխեք տարավ սպանեց նույն բանը ասելով, երկիր դատարկեց նույն բան ասելով, մի քանի ֆերմերական տնտեսություններ սնանկացնելու հետ կապած ինքը ինչ պրոբլեմ ունի, ես ասել եմ, չէ, այդ նախընտրական շրջանում ինչ ա լինելու, փողերը տվել են, ասել են ինչքան ուզում եք, առեք, վարկերը բաժանել են, մենակ մեզ ձեն տվեք, խոստացան ամեն ինչ որ կանեն, մի մտածեք, պղպեղը չէ, փողն էլ կտանք, դու ավելի շատ էլ պետք է արտադրես, Եվրոպա ենք տանելու, բա ոնց, ու ոչ մեկ հարց չտվեց, արա դու Եվրոպա ոնց ես տանելու, արա իմ ապրանքը, դե գյուղացին անգրագետ է, ինքը գրագետ մարդկանց էլ չի լսում, բայց գոնե այս տղուն կանանք լսենք հիմա։ Ապրանքային տեսքը լավն է, իմ տեսանկյունից այո։ Իսկ համը նույնից փորձել եմ, ճաշակին ընկեր չկա եւ ինձ դուր է եկել։ Իսկ որակը այ որակը ավելի ճշգրիտ հասկացություն է, այսինքն կապ չունի ճաշակի հետ։ Եթե ինչ-որ քիմիական նյութի ցուցանիշ նորմայից ավելին է այս լոլիկում, ապա ինչպես ասում են, սա ուտելու բան չէ։
Չնայած գեղեցիկ է եւ գուցե համեղ։ Ռուսները իրենց վերջին որոշումներով հենց սա են մոտավորապես ասում, ինչը բնականաբար քաղաքական ենթատեքստ ունի, բայց հայ փորձագետները միշտ էլ շեշտել են, որ Ռուսաստան մտնող հայկական արտադրանքը տեղ-տեղ էական խնդիրներ ունի, եւ ռուսները դա գիտեն։ Պարզապես հիմա այդ ամենի վրա էլ աչք չեն փակում։ Ածը են բացել, ջերմոցներ են հավաքում, ամեն ինչը տեղին, բայց հիմա արդեն լրիվ արդեն հոգնել են։ Էլ չեն ուզում անել, որտեվ առևտուրը չկա, ռեալիզացումը չկա, ինչ էր լավ էր, որ դուրս էին հանում, ամեն ինչը։ Մենակ մարդը չէ, ծիրանն այդ այն ամեն ինչը որ դուրս էին անում շատ լավ էր։ Հարցն այն է, թե որտեղ է հնարավոր վաճառել մեր գյուղատնտեսական արտադրանքը։ Նախորդ տարի մենք գրեթե 1 միլիարդ դոլարի թարմ եւ վերամշակված գյուղմթերք ենք արտահանել Ռուսաստան։ 2025-ին օրինակ Ռուսաստանի Դաշնություն մերոնք Նայեք, 1 միլիարդ դոլար մենակ գյուղատնտեսական Եվս ընդեպս 11 միլիարդ կա, որ գնում է Ռուսաստան Հայաստանից։ Այս հիմա գյուղացին է լացում, մենք հիմա գյուղացու լացի ձենն ենք լսում, որովհետև էսի փչացող ապրանք է։ Եվս մենք 11 անգամ ավել տնտեսվարողների լացի ձայն ենք հեսա լսելու։ Ջինի արտազողների, կոնյակ արտազողների, ջերմուկ արտահանողների, չգիտեմ ընդեր կարող ջեմա, ինչա հազարամի բան կա, չէ՞ արտահանում Ռուսաստան։ 11 անգամ ավել, հələ մեզ սպասվում է այս ամեն ինչի մեջ, որովհետև 12 միլիարդից ընդամենը սա 1 միլիարդն է։ Իսկ Հայաստանից Ռուսաստան է գնում տարեկան 12.5 միլիարդի ապրանք։ 96 միլիոն 200 հատ ծաղիկ են արտահանել։ Մի պահ պատկերացրեք այդքան ծաղիկ, գրեթե 100 միլիոն հատ։ Ականջդ կանչի Ալլա Պուգաչովը։ Հայաստանում կան հարյուրավոր հեկտարներով ջերմատներ, որոնք մեկը մեկի նույնն են, ինչը հոլանդականն է, ֆրանսիականն է, գերմանականն եւ այլն, այսինքն ամենաժամանակակից տեխնոլոգիաներ։ Անենց ասում ես տականքը կմտածես, ինքն է ստեղծել դա, կամ նպաստել են, ընդ որում խոսում եմ մի բանից, որի նախարարությունը փակվել է։ Գյուղատնտեսության նախարարությունը սրանք փակել են, ունեցել են խոսում, որ սա իրենց ձեռք բերումն է։ Դուք հիմա լսեք կեղտոտ սուտը որտեղ է թաքնված։ Սրանք հրեշ են, շո։ Սա քաղաքական չի, սա իրավա տնտեսական է արդեն։ Այն իրավական առումով որ սրանք հրեշ են, մենք բազմիցս ապահովել ենք։ Հիմա ես իրավա տնտեսականի մասին եմ խոսում, դուք հիմա լսեք ինչ է ասում։ Անգամ կառուցապատողը ֆրանսիական ընկերություն է։ Ահա, Եվրամիությունն է լուծումը։ Մի ճշգրտում, 2 կամ 300 հեկտար ջերմատունը կառուցված է եվրոպական ստանդարտներով, իսկ մնացածը Հայաստանում 1200 հեկտարից ավելի ջերմատուն կա հիմա։ Այն ամենաբարձր ստանդարտը, օրինակ, չգիտեմ, Global Gelb սերտիֆիկատ։ Այդ ունի եւ ֆրանսիացի ֆերմերը եւ հայաստանցի ֆերմերը։ Փորձեք գտնել ձեր շրջան։ Լսեցիք, եւ հայաստանցի ֆերմերը մի հոգի։ Բայց լրատվությունը գնում է սենց Հայաստան ֆերմերը այդ սերտիֆիկատը ունի, որովհետև հոլանդացի ֆերմերն էլ Հայաստանի ֆերմերն էլ ունի։ Բայց քանի ֆերմեր դա ունի, քանի հոգի կարա թույլ տա դա իրան։ Բացում 1-2 հոգի։ Պատում ֆերմերի, ով ունի միջազգային ստանդարտի սերտիֆիկատ, այդպիսիք շատ քիչ են եւ որպես կանոն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ են։ Ստացվում է, որ Եվրամիության շուկա արտահանման շանս ունեն միայն միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող խոշոր արտադրողները։ Կան նաեւ փոքրերը, որոնք առանց պետության միջամտության իրականացնում են այդպիսի արտահանում, բայց դա տարիների ահռելի ջանքերի արդյունք է։ Երբ որ արտադրող ուզում է արտադրի Եվրոպա, ինքը պետք է հասկանա, որ ինքը 5-ից 7 տարի պետք է շարունակաբար ներդրումներ կատարի։ Լսեցիք։ Ես որ ասում եմ, դրանք տարիների աշխատանք է։ Հիշում եք այդ ժամանակ, որ հիմանը սկսեց խոսալ, հեսա ուղարկում են Եվրոպա, մի կանտերց իրան գնաց Փարիզ, Մանիս ու քաղաքական ճակերտավոր գործիչներ կային։ Նորելուկ, որ տեսակ։ Հենա, Եվրոպայի դռները բաց է, հեսա ծաղիկները գնում են այնտեղ, ծիրանը գնում է այնտեղ։ Տեսնես իրենք ներողություն խնդրելու են իրաց անգրագիտության, մեղմ եմ ասում, բայց դա անգրագիտություն չի, դա դիտավորյալ Փաշինյան Նիկոլի գովազդել է տորերին։ Հիմա իրանց ընտրողներից ասել են ներողություն։ Հայկական ապրանքը սես միանգամից չի կարա գնա Եվրոպա, որովհետև այդ սերտիֆիկացիան չի անցել, դա 5-ից 7 տարի է տևում։ Ես ասում ծառը ծնգած օրվանից, տնգած խնամքից սկսած, բոլոր չափանիշները պետք է լինի եվրոպական։ Բայց գյուղացին դա չգիտի։ Իրան ասում է դու պրոբլեմ չունես։
Պղպեղը չի փչանա, փողը կտանք, ավելի շատ կարտածես կտանենք Եվրոպա։ Գյուղացի սերը ուրախանում է։ Եվ փորձի այդ իր կատարած ներդրումների վերադարձելությունը պրոյեկցիա անի առնվազն 10 տարվա վրա։ Արեգը հենց այն ձեռնարկատերերից է, ով ի սկզբանե սեփական արտադրանքը փորձել է արտահանել Եվրամիություն։ Ընթացքում բազմաթիվ ձախողումներ է ունեցել։ Կա որոշակի վերին շեմեր, ավելի քան 700 անուն թունաքիմիկատների համար Հայաստանում չունենք լաբորատորիա, չունենք այդ հնարավորությունը, որ մենք թարմ կամ չորացված արտադրանքը վերամշակված կամ ոչ վերամշակված տեղում կարողանանք ենթարկենք փորձաքննության եւ այդ 700 պարամետրերով հասկանանք համապատասխանում է թե ոչ։ Տարիներ Հասկանում եք, մենք նույնիսկ լաբորատորիա չունենք, որ դա ուսումնասիրի համապատասխանա թե չէ։ Այդ չեմ ասում օգտագործված թունաքիմիկատներ, որ արգելված է Եվրոպայում։ Բայց մենք գնում ենք Եվրոպա։ Եվրոպա անուն տվողներին հիմա պետք է բերել կանոնացնել շարքով, մերկացնել, բոլորի ունեցածը ծախել, տալիս ֆերմերներին։ Մարդկանց թուրիմացության մեջ գցելով, խափելու, դիտամորյալ, ձայն կորզելու համար, սրանք այս տականքները ձայնի համար, իրանց ընտրվելու համար։ Մի ամբողջ երկրի տնտեսություն, այսենց գյուղատնտեսություն տվեցին փուրը։ Մի ամբողջ հասկանում եք ինչ է նշանակում Հայաստանի համար տնտեսությունը։ Սա վերականգնելու համար այսքան կորուստը նախ չգիտեմ սա հնարավոր է թե չէ, բայց այս մարդկանց վարկերն ով ապակելու։ Սրանք զրկվելու են։ Ես Վատերլոյի ճակատամարտը հիշում եք, ես պատմեցի ոնց մի քլիկով Ռոթշիլդները դարձան միլիարդատեր, հա։ Մի ձեռքով փողը տվեցին Նապոլեոնին, մի ձեռքով փողը տվեցին բրիտանացիներին, բրիտանացիները հաղթեցին, իրենց ակցիաները թռավ մի գիշերվա մեջ։ Վերջ, սրանք մի ձեռքով տվեցին փողը, ասեցին մեզ ձայն տուր, բայց իրանց փողը չի կորի կյանքում, հա, դրա դիմաց հեսա ինչ ունեն վերցնել են ձեռքներից։ Իրանց փողը հետ եկավ, իշխանությունն էլ հետը։ Ես սա նկարագրել եմ միջև քվեարկության օրը։ Որտեղ տեսնում եք ինչ է գալի, որ ժողովուրդը, որ ասում է, որ լսում է այդ բաները, հա, հեսա գնում ենք Եվրոպա, միրգը կգնա, բանջարեղենը կգնա Եվրոպա, այ մութ ջան, այ անգրագետ ջան, ախր դու ոնց ես քո սրբությունները ուրանում փողի համար։ Դե հիմա ինձ ասեք, որ սրանց ձեն տվողների համար սա տեղին չի։ Արդյունքում Հայաստանի տնտեսությունն է մեռնում, որը կգան այսպես կոպեկներով, ինչպես Բրիտանիայի ակցիաները կոպեկներով Ռոթշիլդը առավ, որովհետև փող էր տվել Նապոլեոնին։ Բրիտանիան փող չուներ, վախում են, որ հեսա կգա Նապոլեոնը կգրավի։ Ամեն ինչ ընկավ իրաց արժե թղթերը, կոպեկներով առավ, հետո փող տվեց, որ հաղթեն Նապոլեոն։ Առաջ մի ձեռնարկատեր Բելգիա ծիրան արտահանելու փորձ է արել։ Արդյունքում սեփական փողով ոչնչացրել է այդ ծիրանը Բելգիայի սահմանին։ Բելգիական լաբորատորիան ֆիքսել է, որ սեփական փողով էլ ոչնչացել է այնտեղ։ Դու չես կարող նույնիսկ տանես այնտեղ աղբաց կթափես, եթե չեն ընդունում։ Քո սեփական փողով պետք է, բայց սեփական փողով աճացրել է, սեփական փողով տեղափոխել է, սեփական փողով են ոչնչացրել է ապրանքը։ Բայց մատ հաշիվ ուզեք Փաշինյան Նիկոլից, ասա այդ տականք։ Բա Փարիզս ծիրանս ինչի Փարիզի կենտրոնում չի վաճառվում է։ Ի մեջ միկրոէլեմենտներից մեկը սահմանված նորմից բարձր է։ Մեր ապրանքը տվել եմ Հայաստանում լաբորատոր փորձաքննության իմ ապահովագրության համար։ Հետո ուղարկել եմ Գերմանիայի իմ հաճախորդին, ինքը տվել է Eurofins լաբորատորիային եւ ցուցանիշները սարսափելի տարբեր էին։ Իրենց լաբորատորիայում գտան իմ ապրանքի մեջ արգելված նյութեր եւ իմ բախտը բերեց, որ միայն մեր լաբորատոր փորձաքննության արդյունքով չուղարկեցի, թե չէ Գերմանիայում այդ ապրանքը թափել Մանական եւ այլ, այսինքն ամենաժամանակակից տեխնոլոգիաներ։ Լսում եք, սրանք չունեն ստի սահման, սրանք խափելու, լկտիության ոչ մի չափանիշ չունեն։ Ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ամենաժամանակակից լաբորատորիաներ, սերտիֆիկատներ, սա էկոնոմիկայի նախարարն է։ Գյուղացիներ ջան, ես ձեզ ասեմ
ինչ եղավ Փարիզում, երբ որ պետությունը սխալ կատարեց այնտեղ ֆերմերների առաջ։ Իրանք բարձեցին իրանց ամբողջ գոմախբը, տարան ու լսեցին կառավարության շենքի դեմ։ Դուք պետք չի որ ձեր ապրանքը թափեք, ուղղակի բարձում եք ինչ-որ ավտոներ, այդքան տուժել եք, տանում եք, թափում եք կառավարության շենքի դիմացեր, ասում եք դե հիմա կերեք լրփի տղեք, կերեք ու փողը տվեք։ Բայց անպայման ուտելուց հետո, այսինքն սաղ ինչքան հետ եկել է, ինչքան փչացել է, հավաքեք, մի ալարեք, տարեք, լսեք կառավարության դեմը, ասեք իջեք, միջև վերջի ծիրանն ու խաղողը պիտի ուտեք, ծաղրից հոտ քաշեք, փողն է պիտի տաք։ Հենց այս դեմքով։ Տեղ կա, որ սրանք հանցանք չեն, ոլորտ մնացել է, որ սրանք չգիտեմ, մահապատժի աստիճան հասնող հանցագործություն չեն արել։ Որովհետև 1 միլիարդ կորուս մենակ գյուղատնտեսության մեջ, Հայաստանի հնայի մեջ, դա 2% է, ավել։ 2% է, արդեն ավել։ Չէ, կներեք, ինչ եմ ասել, ծանի մեջ 10% է, ներողություն։ 5% ավելի ճիշտ։ Հնան մեր մոտ ինչքան է կարծեմ 20 միլիարդ է, 1 միլիարդը գալիս է 5%, հա։ 5%-ի չեմ։ Սա սկիզբն է, մենք հենց չգիտենք, կոնյակ, գինի արտադրություն բանել, մենք նրա մասին չենք խոսում։ Հենց հիմա այս պահին ենք մենք ասում, արդեն 5% հնայից արդեն չկա։ Բա հետևանքները։ Այդ չկա այս տարի, հəl ինչքան աշխատատեղը դատարկվելու մարդիկ աշխատող են, չէ՞, պահում այդ ջերմոցների համար։ Բա մարդը հեկտարներով ջերմոց ունի։ Բա գիտեք դա ո՞նց է աշխատում։ Այդ աշխատողներն են զրկվելու աշխատավարձից, վարկերն են մնալու դրանց վրա։ Դա չի կարող ինքը մյուս տարի աշխատի։ Ինչի՞, որ սրանք ձեն ստանան ձեզանից, իշխանություն զավթեն, որովհետև երկու տարբերակ կա, կամ իրանց գնդակահարելու էին, կամ դուք պետքա սննկանայիք, չէր կարող երկուսը մի տեղ լինել, երկուսը համ իրանց չգնդակահարեին, համ դուք չսննկանայիք, որովհետև դուք ձեն չտայիք սրանց շարելու են պատի տակ։ Բայց սրանք ասեցին աղբեր ջան, մեր կյանքը ավելի կարևոր է, քան ձեր կյանքը։ Արեք ձեզ խափենք, փուռը տան, դուք սննկացեք, մեզ ձայն տվեք։ Այն ինչ որ եղավ։ Ֆող սարքավորումներում պետք է միներալ յուղեր, հանքային յուղեր չօգտագործվեն։ Սկսած կոմբայնից մինչև վերջնական փաթեթավորման սարքավորումներով հանքային յուղեր օրինակ չպետք է օգտագործեն։ Այսինքն Եվրամիությունը կարող է ամբողջությամբ վերացնել Հայաստանից ներկրվող բերքի մաքսատուրքը, բայց երբեք չի վերացնի սննդամթերքի որակի համար սահմանված նորմերը։ Պիտի այդ պեստիցիդներ, պարտանյութեր հստակ լինեն դեղատոմսի նման։ Ենթադրենք դու ունես այսքան հեկտար հողատարածք, Չեմ ասում այդ պեստիցիդները նախ Հայաստանում հիմնական պարարտանյութները բոլորը ժամկետանց են։ Էդ էլ է ժամկետանց, դու թույներն էլ է ժամկետանց, պարարտանյութերն էլ ժամկետանց։ Ես հսկայական հողամաս ունեմ Հայաստանում, տուն ունեմ սեփական։ Ես գիտեմ այնտեղ ծառերի վիճակը, ես ամեն տարի դա ամեն ինչ օգտագործել եմ, թույնը սրսկումը չի աճում, չի ազդում։ Քիմիկատը տալիս ես, որ ինքը պետք է բանալի, ժամկետանց է։ Հայաստանում ամեն ինչն է բլեֆ։ Դու տես կարող ես այդ չոբանավարի խափելով Ռուսաստան տանել։ Բայց դու համ հասկանում ես, որ դու չոբանավարի ես արել։ Համ սարքում ես իրան, ասում ես տես, որ ապրանքը ծախվում է, ինքը քո թշնամին է։ Արի այդ թշնամանակ դու ինձ ձեն տուր, ես քո ապրանքը ավելի լավ տեղ եմ տանելու, քան ծախես։ Խափեց։ Նույն ձևի են, որ ասում էր գնացեք Ղարաբաղը փրկեք, ով ինչ ունի հագեք, գնացեք Ղարաբաղը փրկեք։ Նույն ձևի, նույն տրամաբանությամբ նրանց ուղարկեց մեռնելու, սրանց էլ ուղարկեց ուղակի սնանկության։ Նույն մեխանիզմով։ Ու բարը կասի, ես պատասխանատու եմ, բայց ես մեղավորն եմ։ Չօգտագործել այդ պարարտանյութը։ Հիմա ես մեղավոր եմ, որ այդ պարարտանյութով Եվրոպան չի գնելու։ Վախենում եք սա ասելիք չունենա, կասի ամեն ինչ, որովհետև լիմիտ չունի, սահման չունի։
Եվ որ ինքը լիմիտ ու սահման չունի, ես վաղուց գիտենք դա։ Գիտեք, որ նա ամենահավոր որ մարդկանց համար էսի նորմալ է։ Ինչ որ մի շերտի համար սա նորմալ։ Եվրոպա Սաղը տանում են հեքիաթ մի պատմեք էլի։ Վրդովված ու զայրացած է Մեյմանդարի շուկայում միրգ բանջարեղեն վաճառող այս տղամարդը։ Չի հավատում, թե դադարեցնելով Ռուսաստան արտահանումը կարող են ապրանքը իրացնել եվրոպական շուկայում։ Ռուսաստանը գնաց Եվրոպան կգաց այս ապրանք տանի, այդ բարձր դրեք ձեր գլխի տակ հանգիստ քնեք։ Մի աշիկ բան եմ ծախի առավոտվանից։ Մի աշիկ, այս մի աշիկ։ Նայ գրուզը սաղ ավտոյի մեջ։ Դե թող դա, ասում հանել են Եվրոպա։ Սանցից ինչքան լսած կնեք ռիսկերի կառավարում, ռիսկերը կառավարելի են։ Բոլոր ռիսկերը մենք կառավարում ենք։ Կապանում թույնը լցվել է գնում ասենց անձևով, սենց քաղաքով լողում մտել լցվել է գետը, թույնը, տեսակ չեք բա, դեղին թույնը։ Ամբողջ կապանը տես պոչամբարներով է լիքը, հերթով է սա հերթով, որտեղ խնամք չի տալվել, ինչ աշխատանքներ որ պետքա ժամանակին ալվեր, չի ալվել, փողերը դրա վրա չի ծախսվել, թքած ունենան բնության վրա։ Իրանց պետքա այս պահին հարստությունը քանդեն, տանեն, թույնը լցնեն, անում են ամեն ինչ, հլո ամուր սար կանդե կանգնած։ Ռիսկեր են կառավարելու սրանք։ Ռիսկերը կառավարել գիտեք որը կլինեն, հա։ Երբ որ ինքը Ռուսաստանին քշվելուց առաջ, հրեշացնելուց առաջ, ինքը արդեն ալտերնատիվա առաջարկած լիներ, գոնե ասենք է 12 միլիարդ արտահանումից, գոնե 6-7 միլիարդը գնալ միտեղ, ասեր դե լավ, հիմա 6-ը գնում է, կարելի է 6-ը սարքել 8, 10, 12, հա, քիչ էլի մեծացնենք էլի։ Օդի մեջ, գիտեք ինչի կյանքների մեջ մի բանի համար սրանք պատասխան չեն տվել։ Մի բանի անգամ, թեկուս համար, մի բան պատասխան չեն տվել։ Բոլորի աշկի առաջ 15 երեխու սպանեցին, հետո վառեցին, ոչ մեկ այսօր միջև պատասխան չի տվել։ Ամբողջ արշավ 44 օր դավաճանական պատերազմ, մեկը պատասխան չի տվել։ Հանցագործներն էլ փակի տակ են։ Բարձա, բայց չենք հրապարակելու։ Չենք հրապարակելու։ Սրանք, եթե սրանք չեն ազգագործան հանցագործները, բա ոնց է լինում ազգագործան հանցագործը։ Ների սեփականատերերը բողոքի ձայն բարձրացրին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպման ժամանակ։ Ձեռնարկատերերը պահանջեցին լուծումներ, բայց նրանց դիմավորեցին դիվերսիֆիկացիայի մասին դատարկ խոսակցություններով։ Ռուսաստանը մայիսի 22-ից արգելեց հայկական արտադրանքի ներմուծումը։ Եվրոպական շուկան անհասանելի է ջերմոցային տնտեսությունների համար։ Միակ լուծումը Ռուսաստանի հետ առևտուրը վերադարձնելն է, բայց Պապոյանը անկեղծորեն հայտարարեց, որ դա ներկայումս անհնար է։ Ջերմոցների սեփականատերերը հիշեցրին նախարարին, որ կառավարությունը տարիներ շարունակ խոստացել էր աջակցություն, շատերը վարկեր են վերցրել, միլիոնավոր դոլարներ ներդրել եւ ընդլայնել արտադրությունը։ Դրա դիմաց կառավարությունը բիզնեսերին թողեց մահանալու։ Փաշինյանը դեռևս համաձայնության չի եկել Մոսկվայի հետ։ Այս թքած ունենա ձեր մահանալը, ջան, իրան ձեններ պետ դրա դիմաց ինքը ստացել է։ Գնացեք մեռեք։ Իրան իր իշխանության համար եթե պետք լինի Հայաստանի կեսին նորից հանձնի հողին, ինքը հանձնող է։ Ուղղակի թող մտածեն սրանից եզրակացություններ անեն այն մարդիկ, եթե իհարկե կարելի է դրանց մարդասել, ովքեր սան ձայն են տվել, որովհետև ովքեր սրա համար հայոյում են, դրանք բնականաբար արդեն մարդկային կատեգորիայի մեջ չեն մտնում, դրանք նույնիսկ այն անասնական կատեգորիայի մեջ չեն մտնում, դրանք են հայտնի համույթի, որովհետև անասունների մեջ էլ գիտակից տեսակ կա, էլի որ առնվազն գոնե բան ունի, բնազդ ունի ինքնապաշտպանության, չէ, այն հայտնի համույթի անդամներն են էլի, դա զրա ոչ մի չի ասում, բացարձակապես։ Բայց դա հեչ է, կարևորը Թայսոնն է եկել Հայաստան։ Մենակ Երևանում կարելի է Մայք Թայսոնին տեսնելը։ Բա, ձեռք բերում, կառավարության ձեռք բերումն է Մայք Թայսոնը Հայաստանի օգտանում։ Զարթոնք մեդիան է գրում, որ GDP-ն հնան ընկել է 2%-ով։ Իրանք 2% են տալի, ես ասեցի 5%, հիմա իրանք հաշվել են 2%։ Երևի այս պահի դրությամբ է 2%։ Չգիտեմ։ Ինքնում ասեմ, Հայաստանի Հանրապետությունը վարկ չունի,
պարտք չունի աղքատները մենակ եւ Հայաստանի Հանրապետությունն ամենաշատ պարտք ունի Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդիկ։ Դա Հայաստանը պարտ չունի, վարկ չունի, մենակ աղքատները։ Սա ձեր էկոնոմիկայի նախարարն է, որին ձայն են տվել։ Առնվազն Հայաստանի 25% մարդիկ։ Կապ չունի ինչի համար են ձայն տվել։ Իրանք համաձայն են ամեն ինչ հետ։ Հա։ Հայաստանի Հանրապետությունում պարտք չունեն մենակ աղքատ մարդիկ։ Եվ սա մի ամբողջ երկրի տնտեսությունն է, սրանք տնտեսություն, պաշտպանություն, ոնց կարելի է։ Ոնց կարելի է։ Բարոյականության մասին չեմ խոսում, ես արդեն հոգնել եմ։ Ես արդեն ընդունում եմ, որ մարդը անբարոյական տեսակ կարա լինի։ Այլոք մի ժամանակ դες չէի ուզում դրան հավատայի։ Հա։ Կարա լինի։ Դա բանականություն է։ Ոնց կարելի է սա ընտրել։ Դե ընտրել եք հետևանքներն եք ինչ ասեմ։ Փոխարինական գյուղ ինչքան երեկվա կլուբիկներն ինչ են 5000-ից փոխարինական գյուղ ինչքան ծախսեն ներդրել կլուբնիկի վրա աճեցրել էին որ բարձենք եթեր հասներ Ռուսաստան հիմա այդ ցախ փճվավետի դրա վարկերնով ապագելու այդ մարդկանց սննկացան այդ մարդիկ բարտկեր տակ մնացին նույնը բոլորի հետ է կատարվելու այն որ խաղը արտադրում են նր վիճակին չարելու է խաղը ընդունելու ժամանակա գալու չեն ընդունել այդ խաղը որտեղ մեր կոնյակը չի ընդունում կայնացան դե 40 ասես 40 կայնացում չեն տողում ասեն հետա գալու նորից Հայաստան ու ենք տանելու այդ կոնյակ Ֆրանսիա թե Եվրոպա ենք տանելու Եվրոպա ընդունել է մեզնից այդ կոնյակը չի ընդունելու մեր ոչ մի ալկոհոլը չի ընդունել իրանք մեզնից լավն ունեն միայն սնկացում կլինի ախր գրողը տանի ախր սա մասին ասել ենք Ես երևի օր չի եղել, որ չզգուշացնեմ գյուղացիներին, որ դուք ընտրել եք ձեր սննկանալը։ Երբ որ ես իմ բարեկամներից մեկի հետ խոսացի, ասեց, արդեն ասեց, չես պատկերացնի, վախում եմ գյուղում հարցնեմ ում եք ընտրելու։ Որովհետև զգում եմ, որ սան կարող է Նիկոլ ընտրեն։ Արա ասի, դու իրանց ասա, դուք իրանց սննկանալն են, իրանք տնտեսական մահն են ընտրելու։ Ասես կասեմ, կթշնամանան հետս, ասի դու ոչինչ, ասա, որ հետո չասեն, դու գիտեի չասեցիր։ Այսօր բողոքող կուսակցությունները, մասնակիցները, բացի այս 4 սխալ մուտքագրումից, բացի մեր կողմից արձանագրած այդ 3 տեղամասերի դեպքերից որևէ խախտման, այսինքն չգիտեմ, ցնցող խախտման կամ ինչ որ դեպք չեն կարող բերել։ Լսեցիք, բացի 4 դեպքից ոչ մի բան չի կարող բերել, բայց իր շեֆ այդ կարծիքին խախտումներ այո եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Գիտեք, նորից վերադառնալ ես առաջի տողին, եւ ամենավերջի տող ասա դառնահամը որպես կանոն երկար սպասեցնել չի տալի։ Այ գիտեք, ես ամեն ինչ խոսալուց ունես մի մոտ դառնահամը գալիս։ Ես արդեն մտածում եմ, այդ քննադատելու բան չի սա։ Ես հիմա մենք փաստերն ենք ֆիքսում, ինչ հետևանքներ ունենք։ Փաստերն ենք ֆիքսում։ Իսկ հիշեք, եթե տնտեսություն չկա, այդտեղ բանակել չի կարա լինի, այդտեղ զարգացում չի կարա լինի, այդտեղ հաջորդելու արտագաղթը, սննկացումները, հա, հանցագործությունների աճը, ինչի համար է ամեն ինչը, որ Փաշինյան Նիկոլը իշխանություն ստանա։ Որ ժողովուրդը սան հարմարվել է, սրա համար դրան ձայն է տվել։ Տված, չտված, հետը քաշելու է ամբողջ ծանրությունը։ Հետը քաշելու է ամբողջ։ Մոտավորապես իմ հաշվարկներով սրան ձայն է տվել մի 250-ից 300,000 մարդ։ Այդ 250-ից 300,000 մարդը որոշեցին մի ամբողջ պետականության ճակատագիր։ Որոշեցին։ Հստակ էլի, որ գնացել քվեարկել է սա օգտին։
որոշեցին մի ամբողջ պետականության վախճանը, գոնե արդեն այսօր տնտեսապես հաստատը տենց է։ Քաղաքականապես դեսա մոտենում է էլի։ Թուրքիան ասում է, չէ, որ չգնաս արկածախնդրության, ռևանշիզմ չանես։ Զանգեզուրուտուր։ Մեզ։ Այսի քաղաքական վախճանն է լինելու։ Տնտեսական արդեն տեսնում ենք։ Սա դեռ առաջի շաբաթն է։ Հեսա դիմացը ուրեմն խաղողի սեզոնն է, դեղցի սեզոնն է, ու դες գալիս է խնձոր, բան, թող։ Այս էլ գյուղատնտեսությունն է, բա մնացած արտադրանքները։ Հիմա գնանք Եվրոպա, ես այս զնվանքից էլ չեմ ուզում խոսեմ։ Պարզ է, ինչ խոսենք էլ։ Գնանք Եվրոպա տեսնենք, հիմա G7-ի հավաքն է, ամսի 19-ին էլ Ժնևում պետք է լինի պայմանագրի ստորագրում Իրանի հետ։ Տեսնենք ինչ է կատարվում Եվրոպայում։ Տեսանք, նայեք այս տեսակ։ Թրամփին բրթեցենք ու մնացածին հրավիրում էին կողմս, դու գնանք հոտելը չի նեղացել են Թրամփին։ Սան սկսել արդեն Fox-ը ծաղրել, նայեք։ Fox-ն արդեն ծաղրում, սա գիտեք ինչ է նշանակում։ Fox-ը Թրամփի եւ հանրապետականների ալիքն է։ Սա նշանակում է, որ Իրան արդեն հանելու որոշում է կայացվել, իհարկե Իսրայելի կողմից էլի։ Հիմա կամ շուտ Թրամփը կփրկի Իրանի հետ համաձայնության գալու, կամ Իրան ուղղակի կհանե, եթե Fox-ն արդեն իրան ծաղրում, այս բաների հետ կապված, ուրեմն վիճակը լուրջ է։ Որում ասեմ այսօր բացահայտել են 24 թե 25 հոգանոց խումբ, որոնք պատրաստվում են տերորիստական հարձակում Սպիտակ տան մեջ։ Տարածքում կարծեմ մոտավորապես, այս բան ինֆորմացիա կարդացի, լինքը կորցրել եմ, բայց սա արագ տարածվեց։ Պատկերացնում եք, տերորիզմ, ես ասում եմ, մինչև 19-ը, մինչև ամսի 19-ը, մենք շատ բան ենք տեսնելու։ Իսրայելը չի թողելու, որ սա ինչ-որ բան ստորագրի, ամեն ինչ անելու է։ Ու այն արշավը հիմա որ սկսած է Թրամփի դեմ, հենց դա հետևանքներն է, ինքը որովհետև հասկանում է դա ինչ է նշանակում, էլի։ Ենք։ Իսրայելը դիմել է, որ այդ պայմանագրի տեքստը ուղղարկեն իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվել է տա։ Բայց ինչ որ բաներով գտել են։ Իսկ կոմենտներն են, որ նայում կոմենտները, սա միաբերան գրում են, ուղարկում են Իսրայելին գրողի ծոցը։ Անկախ ամեն ինչից այս համաձայնագիրը կկնքվի, թե չի կնքվի, մի բան է հստակ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի 80%-ը արդեն Իսրայելին որպես պետականություն, որպես բարեկամ պետություն չի տեսնում, նա համարում է թշնամի։ Պենտագոնը հայտարարեց, որ նա թշնամին է։ Եթե ուզել է Նետանյահուն պայմանագրի տեքստը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մերժել են, դա հաստատ Թրամփը չի մերժել։ Դա իր թիմն է արդեն մերժել։ Նշանակում է այս կապը, որը sense թոքի նման է, sense բռնել էր մեր վզից, Զանգեզուրի Միջանցքի պատճառով, թուլանում է։ Եվ անկախ նրանից նորից եմ ասում, Թրամփը կկնքի այդ պայմանագիրը 19-ին թե չի կնքի ավելի լավ։ Բայց այս ամեն ինչը բերում է մենակ մի համոզման, մի եզրակացության, որ տարածաշրջանում հարցերը որոշում է Իրանը։ Ու դրա հետ հարմարվել է արդեն այդ գաղափարի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Մի երկիր կա, որ աշխարհում չի հարմարվել այդ գաղափարի հետ, դա Իսրայելն է։ Բայց դա իր խնդիրն է։ Հիմա ինքը հայտարարում է, ես չեմ ընդունելու այդ համաձայնագիրը, գոռում է, բան, ինչ ասում է։ Իսկ Թրամփը հաստատում է, որ Իսրայելի կողմից Լիբանանի հարձակվելու ժամանակ ուղղակի հայոյել է ուղիղ Նետանյահուն եւ իրանց մեջ հենց հիմա խնդիրներ կա։ Ու այսօր շատ տարօրինակ ռեյս է իրականացել
Թել Ավիվից դեպի Ղազախստան, ընդ որում նայեք հենց մարշրուտը։ Նայեք։ Սենց գալիս է Թուրքիայի վրայով, Հունաստանի վրայով, բարձրանում է Մոսկվայով, գալիս է Ղազախստան։ Տեսեք ինչ մեծ թռիչք անում։ The president of Israel took a rather long route from Israel to Kazakhstan yesterday, avoiding Այս ամեն ինչում ինչ ունի այս օրերին կարևոր Ղազախստանում ինքը, ես չգիտեմ, սա մասին հետո կիմանանք, բայց սա շատ հետաքրքիր փաստ է, էլի, որ ինքը շատ պետությունների վրա չի կարող անցնի, որովհետև կկիչացնեն Սամայլոտը ու կձերբակալեն իրան, ըստ այդ երկրի օրենքների։ Ինչու մի հատ մարշրուտ է գտել, որ գնա Ղազախստան, թե ինչի է գնացել, դժվարանում եմ այս բային պատասխանել, բայց մենք շուտով կիմանանք, կհասկանանք սա ինչի համար է։ Get passed through Congress as he realizes the bill that Netanyahu wants to so badly get passed through Congress as he realizes that Israel has lost its influence on the younger generation and this is his last shot. Well, now that you have every single Israeli political figure self-admitting that they will not be bound to any agreement, that they are not partners with the United States, it should now be clearer than ever to every single American. Israel should never be classified as a military partner or even ally going forward. Խոսքով, ասում եմ Իսրայելը խառնված ավետներ ալգում անցկացնի կոնգրեսում հասկանալով հանդերձ, որ այլևս երիտասարդ սերունդի համար ինքը էլ երբեք հեղինակություն չի լինելու, որ այլևս երբեք չի որակվելու ինքը որպես բարեկամ եւ դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որտեղ ինքը լրիվ կորցնում է իր ազդեցությունը երիտասարդների շրջանակներում։ Այս սա է մեզ պետքան հասնելը։ Ես բազմիցս եմ սա մասին խոսացել ու ասել եմ, որ սա լինելու է, որովհետև դասական մեդիան, որը լրիվ ամբողջությամբ գտնվում է սիոնիստների ղեկավարության տակ, արդեն զիջում է ինտերնետին։ Եւ սա է պատճառը, որ այս վերջին 2 տարվա մեջ 70% աջակցությունից իրանց աջակցությունը իջա 25%, 20%։ Սա այդ մեծ փոփոխությունը տվեց Գազայի դեպքերը եւ դրանց արագ տարածումը ինտերնետի միջոցով։ Դա եկավ օգնելու միանգամից Իրանի պատերազմը անշուշտ։ Հիմա սա շատ կարևոր է նաեւ մեզ համար, Հայաստանի համար։ Առայժմ հմեկը հաղթում է ինտերնետի։ Ես ուզում եմ հավատամ, որ հաջորդ ընտրություններին ես չգիտեմ դա կլինի 1 տարի հետո, 2 տարի հետո, 5 տարի հետո ինտերնետը հաղթելու է համեկին, հանրայինին, որովհետև այդ ժամանակա լինելու հաղթանակը։ Մենք պետք է հասնենք դրան ամեն գնով։ Իսկ ինչ եմ ասում, գուցե 1 տարի, գուցե 2 տարի, հավատացեք, որ այս մարդը չի կարողանալու կառավարի երկրը։ Հնարավոր չի այս վիճակով լեգիտիմության բացակայության համընդհանուր տնտեսական կոլապսի լինելու է ժողովուրդ, հələ մեզ այդ մի շաբաթն անցել։ Ինքը դեռ միջև կասեմ օգոստոս վարչապետ է լինելու։ Հələ մենք չգիտենք ինքը ոնց է գնալու Ռուսաստան, ինչ պետք է խոստա, ինչ է զիջելու որ Ռուսաստանը բացի շուկաները։ Ամեն ինչ հնարավոր է, բայց ինչն է զիջելու որ Պուտինը բացի։ Եվ նույնիսկ Պուտինի բացելուց հետո այդ ինչը պետք է զիջի որ դրան համաձայնվի Իրանը։ Որովհետև Իրանը ոչ FSB-ի երթակայության տակ, ոչ առանց FSB չի ուզում լսի Զանգեզուրի Միջանցքի։ Սա գիտի մենակ իշխանությունը զավթելով, հա։ Գիտի ԿՀ-ի այս իդիոտի ձեռքով, այս ով էր ասեց, ասեց, այս անասունին ժամանակին ասեց նույնիսկ շեն ուղարկում բան։ Սա հայկական ժամանակի թերթում է աշխատել, հավաքարար եղել դուր բացող փակող ինչ ասում, սա նույնիսկ կարկանդակի հայերեն ասեն, պերաշկու չէին ուղարկում, որովհետև այս տագետը կամ կգնար կկորեր, կամ փողը կկորցներ, կամ գնար չեր գա։ Այս ապաշնորը այսօր որոշել է, այս տախմալ այսօր որոշել է մի ամբողջ երկրի ճակատագիր։ Բայց մեկը չի, հնարավոր չի, որ սա կարողանա երկիր անցկացնի այն ցնցումներով, որը սպասվում է եւ քաղաքական եւ տնտեսական։ Դա ման եմ ասում, ես չգիտեմ հաջորդ ընտրությունները երբ է լինելու, 1 տարի, 2 տարի, թե 6 ամիս հետո։ Բայց պետք է պատրաստվել։
պատրաստվել այդ օրվան։ Ես այդ օրվան եմ պատրաստվում, ժողովուրդ ջան, ես չգիտեմ, ես չեմ հանձնվել։ Դառնա, իրոք շատ դառնա, կորուստները մարդկային, որ մենք ունենում ենք, ոչ թե ֆիզիկական, բարոյական իմաստով ծանր է դառնա, բայց պետք է հասկանալ մի բան, ցանկացած մեկը, որ սա իր համար ընդունելի է, դու չես կարող նույն հարթակի վրա լինել իր հետ, որովհետև դու ընդամենը կարող ես պայի համար իրանց հարմար պարտնյոր ես էլի, հարմար, ու դրանից ավել ոչ մի բան, դու չես կարող լուրջ հենվել էլ, լուրջ բաներ կիսել, մենք սոցիալական էակ ենք, ամեն մեկս, որ մեկ հետ շփվում է, այն է մտերիմ հարաբերությունների մեջ, ուզում է վստահ լինի, էլի, որ դիմացը իր արժե համակարգի կրողն է, իրան չի դավաճանի առնվազն, իսկ ցանկացած մեկ, որ ես գարշանքին ընդունում է ինքը, ժողովուրդ, դե սահման չկա ուրեմն, ու ինչքանով էլ ուզում է դառը լինի այդ կորուստը, պետք է ընդունել ինչպես որ կա, ես ուրիշ բան չեմ կարող ասել, դե սրանք հայտարարում են, որ թքած ունենան, ինչ կպայմանավորվի, ոչ մի բան չեն ընդունելու, ոչ մի իրանց ոչ մեկ չի կարող պարտադրել, իհարկե ձեզ ոչ մեկ ոչ մի բան չի պարտադրելու, ուղղակի ձեզ կդադարեն զենք տալ ու դրանով ամեն ինչ կվերջանա, ով եք դուք, որ ինքնուրույն հարձակվեք Իրանի վրա, կամ Լիբանանի վրա, դե հիմա փորձեք կրակեք առանց ամերիկյան զենքի, մի հատ Լիբանանի վրա, Ամերիկան քարնի Իսրայելը հողի հետ ինքն է ասել ու անում է, ասել ու անում է, Ընտրությունները արդար էին։ Ոչ, չէ երևի։ Եթե փողոցային պայքար սկսի, դուք դուրս կգաք կաջակցեք։ Այո։ Մարդիկ պատրաստ են փողոցային պայքարին։ Այո։ Որոշ չափով։ Այո։ Ոչ։ Եթե փողոցային պայքար լինի դիմաց անպայման։ Չիմանամ, ես էլ բան չեմ տեսել, չգիտեմ։ Այո, 100%-ով, որտե 50-30, այլ 100%։ Չէ։ Եթե փողոցային պայքար սկսվի, դուք դուրս կգաք կաջակցեք ընդդիմադիրին։ Դժվար հարց է դա, չեմ կարողանում պատասխանել։ Ոչ, արդար չէ։ Փողոցային պայքար եթե սկսվի, մարդիկ դուրս կգան կաջակցեն։ Դժվար է ասել։ Պիտի ընդունեն ընտրությունները արդեն վերջնական արդյունքը։ Պիտի ընդունեն։ Ուզում է 10 անգամ է նոր ընտրություններ կատարել, մեկ Փաշինյանը ընտրվելու է։ Ինչով եք պայմանավորվում։ Որովհետև հալա չի եղել պատմության մեջ, որ իշխանությունը պարտվի ընտրությունում։ Այդպիսի բան պատմության մեջ չկա, չի գրվել։ Չգիտեմ ես։ Ըստ տելևիզորի ոչ, հաղորդում են, որ Աստված բարին կատարի։ Ես գտնում եմ, որ արդար չի, որ ուժային ձևով զորով ուզում այդ մարդը մնա։ Չեմ անում աղջիկս։ Ոչ։ Փողոցային պայքար եթե լինի, մարդիկ դուրս կգան կաջակցեն։ Չգիտեմ։ Դուք օրինակ դուրս կգաք։ Դուրս կգամ։ Ինչ կփոխվի դրանով, փողոցում ինչ կփոխվի։ Կամ ինձ կսպանեն, կամ էլ մի բան կփոխվի։ Երկուսից մեկը։ Պետք է շատ մարդիկ դուրս գան էլի, որ փոփոխություն տեղի ունենա։ Մի քանի հոգով հարց լուծել չի լինի։ Ոյ, ես շատ չեմ խորացել ընտրությունների մեջ։ Ну երևի փորձել են, որ արդար լինի, իսկ իմ կարծիքով չեմ կարող ասեմ ոչ մի բան ձեզ։ Ոչ։ Կեղծիքներ կային։ Ամեն ինչ, նե կեղծիքի։ Եթե ընդդիմությունը շարժում սկսի փողոց դուրս գան, մարդիկ կաջակցեն իրենց։ Դժվար։ Բայց կհաջողվի փողոցում ինչ-որ բան փոխել։ Կարող է պատահի։ Ես ամեն դեպքում տեսնելով շակերտավոր եմ ասեմ ընդդիմության քայլերը, նրանց պասիվությունը, մենք փողոցային պայքար դուրս չեն գալու, արդեն հայտարարել են, որ մենք չենք գնալու բախումների, որ հանկարծ սկսեն մեզ սպանել, բանից հիմար հայտարարություններ արվել չէ, եւ չհերքվեց այդ հայտարարությունները։ Ինչ էր պետք ընդամենը Սամվել Կարապետյանին անել։ Հավաքել հրապարակում ենք համար, ինչքան ինքն միտինգում ուներ։ Հենց հաջորդ օրը կամ այդ գիշերը, կամ 2 շաբթի, 3 շաբթի հավաքել, ասել աղբետ ջան, չենք գնում ոչ միտեղ, վերջի տեղամասը չբացեք, մենք այդ հաշվարկները չանենք։ Օրինական առանց կռիվ, առանց, չգիտեմ,
մարտի 1 անելու։ Անես չի որ մարտի 1-ը բանը միակողմանի էր։ Մարտի 1-ը նաև պաշտպանողական կողմ ուներ։ Եվ մարտի 1-ը մի շաբաթ հետո է եղել, ասկը նստել են մարդիկ վրաններում, տեսել են չի ստացվում այդ հարցը լուծել ոչ մի ձև, առավոտ շուտ մտել են ստուգելու համատակ, սել են ջարդել։ Ուզում ասում, ես չի լինում, որ միտինգը հավաքեցին ու միանգամից սկսում են սպանել։ Չէ, այդպես բան չի լինում։ Իսկ այդ միտինգը հավաքում են ուղղակի ցույց տալու համար, որ մարդ կա փողոցում։ Ես վստահ եմ, որ իշխանությունը այս ճակերտավոր դիմությունը չի գնալու դրան։ Իրանք նստած սպասում են Վլադիմիրը չէ ինչ պետք է ասի։ Ինչ ասի, սրանք էնել անելու են։ Բայց լավ իշին արեք։ Լավ իշին։ Դու կարող ես լավամարդ դուրս գաս այդտեղ Պուտինի ասելով, hello, բան, բայց դու կդառնաք հավերժ անեծքի թեմա, անեծքի օբյեկտ այ ժողովրդի համար։ Որովհետև այդ ձայները, որ քեզ են տվել, եթե Փաշինյան Նիկոլը չներ, քեզ այդ ձայները չեն տա։ Քեզ տվել են հակառակ Փաշինյանը։ Եթե ասենք Փաշինյան Նիկոլը չներ, ընտրության մեջ, որպես թեկնածու, դու դրա կեսն էլ չէիր հավաքի։ Ոչ դու, ոչ Ռոբիկը, դուք ձայն չէիք հավաքի ուղղակի։ Մարդիկ ձեզ են տվել, իբր ուժեղ տղեկ, որ դուք սրան հանեք, ու դուք գնաք մոտը աշխատելու։ Նշանակում է նա թող գնային Նիկոլին տային իր շտաբերից։ Իսկ վերջում ուզում եմ մեզ կոչը լսենք։ Այսօր հասական պահին, երբ մեր երկիրը կանգնած է անդունդի եզրին, իմ պարտքն եմ համարում մտորումներս ու ցավովս կիսվել ու կոչ անել համայն հայությանը եւ Հայաստանի քաղաքացիներին առանց բացառության։ Առաջնահերթ ուզում եմ մտավորականության եւ մշակույթի գործիչներին կոչ անել։ Հորդորում եմ բոլորին միասնական ուժ դառնալ եւ ուղղորդել հասարակությանը դեպի ճշմարտություն, ոչ ճիշտը, դեպի ճշմարտություն, միակ ճշմարտությունը, չէ որ մտավորականության առաքելության մեջ է մտնում ճշմարտության բարձրաձայնումը։ Պրիմիտիվ բան է, չէ, ճշմարտությունը։ Ոչ թե ճիշտը, ճշմարտությունը։ Սուտ մի խոսիր։ Ես ոչ մեկից չեմ պահանջում քաղաքական դիրքորոշում։ Սա մի ստի է։ Պարզ, սուտ մի խոսավ, всё։ Ով ավեր բանա ուզում, ամոթ իրան։ Քաղաքական վերլուծություն չեմ ուզում, то չգիտեմ, աշխարհակաղակական վերլուծություն չեմ ուզում, ոչ մի բան։ Սուտ մի խոսավ։ Եթե մենք դադարենք ստելու, դադարենք ստել։ Ամեն մի իրան հարգող մարդ ինքը սուտ չխոսա եւ ինքն էլ կոչ անի ժողովուրդ, արա մի ստեք, արա։ Որովհետև սուտ խոսացողը տեղով դավաճանա ինքը, նախ տղամարդու համար է դա։ Ոնց ասեմ, դա արժանապատվությունից զուտ մարդիկ են խոսում, սուտ։ Սուտ խոսում են վախկոտները։ Ինչքան պարզունակ է, չէ, ինչքան հեշտ է, չէ, ամեն ինչ են գնում իր տեղը։ Սուտ չես խոսում, ամեն ինչ մտը։ Ոչինչ որ դու տես մտածես, բայց ընթացքում մի ստի արդարացնելու համար։ Ասա ես կարծում եմ սա լավ է, որովհետև ու ասա ճիշտը, առանց ստելու։ Ասենք Քոչարյան Ռոբերտին սիրում եմ, որովհետև ինչ ուզում ես ասա, բայց հələ փորձի չստես։ Կամ Նիկոլ Փաշինյանին սիրում եմ, որովհետև ինչ ուզում ես ասա, հələ, բայց չստես, էլի։ Տես բռնումը։ Տես դու կարողանում ես ասես որովհետևը։ Իհարկե, անսխալական մարդ չկա, ուստի թոթափեք ձեր ուսերից, ամեն ինչ ու միացեք պետության վերակենդանացման գործընթացին։ Ազգ, հայրենիք եւ պետություն, որի Դասեք ասես վերակենդանացման։ Իրոք մեզ վերակենդանալը սպանված է այս պետությունը։ Գաղափարախոսության հիմքում ընկած են Արցախի ազգային արժեքների, արժե համակարգի, մեծ զոհողությունների գնով ձեռք բերած հաջողությունների եւ հաղթանակների պահպանումը։ Իսկ սրանք ամեն ինչ արմատախիլ են անում։ Արմատախիլ են դեռ անում։ Մեր ինքնությունն են արմատախիլ անում։ Սա առաջնայինն է, որտեղ եթե ինքնությունը արմատախիլ չեղավ, սրանք չեն կարողանալու Հայաստանը թրքացնել։ Չի լինելու։
Չի լինելու, այն հարցի պատասխանը իմ ջերոց կա, այն որ մենք անդադ հնչեցնում ենք, բայց հազարամյակներ այս խելքով այս բանով ոնց ենք մենք մնացել, ոնց չենք վերացել։ Այդ հարցի պատասխանը հիմա ես գիտեմ։ Չենք վերացել, որովհետև չենք կորցրել մեր ինքնությունը։ Որտեղ ինքնությունը պահել ենք, այնտեղ ստեղծել ենք նաև պետականություն։ Անի թագավորությունը, Կիլիկիայի թագավորությունը, այս Հայաստանը։ Դա եղել է, ստացվել է զուտ մի բանի շուրջ, ինքնության շուրջ։ Ու մեր թշնամին լավ գիտի, որպեսզի դա երբեք չլինի այլևս, պետք է արմատախիլ ալվի մեր ինքնությունը։ Ինչն էլ որ սրանք անում են։ Ինքնիշխանության եւ անկախության ամրապնդումը, հզոր, անվտանգ, տնտեսապես զարգացած ժողովրդավարական պետություն ունենալու բաղձանքը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցության ապահովումը, ավանդական հայ ընտանիքի եւ հայ առաքելական եկեղեցու արժեքների պահպանումը։ Մի խոսքով, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Իհարկե, հետաքրքիր է ու շատ երկար է սկոչը, այս կարևոր մասն եմ ձեզ ցույց տալի։ Այո, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է եւ քո բարոյական եւ ինքնության առանցքի շուրջ։ Որ վայրկյանին 1 մետր, 1 սանտիմետր մենք այդ առանցքից հեռանում ենք, այն ժամանակ թուլանում ենք ու ինչքան հեռանում ենք, այնքան ավելի ենք թուլանում։ Իջև այնքան որ կապը կդզվում է։ Այն Wi-Fi-ը, որ դու ասենք հեռախոսով կամ բանով հեռանում ես Wi-Fi-ից, սկսում է վատ բռնել, հետո ընդհանրապես կդզվում է, չէ՞, բայց որ մոտիկ ես, լավ է բռնում։ Սա մեր ինքնության առանցքն է։ Մենք ինչքան հեռանանք, այնքան դառնալու ենք ավելի վատ կապի մեջ եւ այնքան ավելի խոցելի։ Հավաքական ուժի եւ քո ինքնության առանցքի շուրջը քո փրկությունը։ Իսկ դրա համար գիտեք մի շատ պրիմիտիվ բան է պետք անել։ Սուտ չխոսել։ Սկամբ։ Պարզունակ պրիմիտիվ։ Ու միաժամանակ ինչքան բարդ։ Գրեթե անիրականանալի։ Բայց սա նշներն ասում է խոսել սուրբ, նշանակում է անարգել ճշմարտություն։ Ինչեր մենք արել ենք։ Ժամանել ես մեր վիճակը։ Եվ այսպես հիմա գիտենք ճանապարհը։ Արտաշես Ալեքսանդրյանն էլ ասեց։ Խոսքը ամենը գիտենք, մնում է իրականացնենք։ Իրականացնենք ունենանք Հայաստան, չիրականացնենք։ Չենք ունենա։ Այսօրվա համար ես կանա։ Լավ։